1919 թվական Սյունիք։ Այստեղ չեն գործում պայմանագրերը։ Այստեղ կա միայն ընտրություն, որն ունի իր գինը, որը չվճարել չես կարող։ Ովքեր են այն մարդիկ, որոնց շնորհիվ այսօր Սյունիքը Հայաստանի Հանրապետության մաս է կազմում։ Բարև ձեզ, ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Այսօր կխոսենք մեր պատմության մի վճռորոշ ժամանակաշրջանի մասին, այն օրերի, երբ որոշվում էր Սյունիքի ճակատագիրը։ Ցավոք, այն արդիական էր 100 տարի առաջ եւ արդիական է նաեւ այսօր։ Այն ռազմավարական նշանակության հարց է, որից կախված է մեր ճակատագիրը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, կիսվեք թողարկումով, նպաստելով կարևոր բովանդակության տարածմանը։ Իսկ մենք սկսենք։ Առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբից Օսմանյան կայսրությունը Կովկասը դիտարկում էր ոչ թե որպես երկրորդական ռազմաճակատ, այլ որպես առանցքային ուղղություն իր ռազմավարական եւ գաղափարական նպատակն իրագործելու համար։ Այն է Թուրանի գաղափարի իրագործումը եւ թուրքական աշխարհի միավորումը։ Այս ռազմավարության մեջ առանձնահատուկ նշանակություն ուներ Նախիջևանն ու Սյունիքը։ «1917 թվականի ապրիլ-մայիս ամիսներին իրավիճակը Սյունիքում կտրուկ սրվեց։ Товарищи, рабоче-крестьянская революция, о необходимости которой все время говорили большевики, совершилась!» Ռուսաստանում բռնկված հեղափոխության ֆոնին, օգտվելով կենտրոնական իշխանության անգործությունից, տեղի թուրքական գյուղերի զինված խմբավորումները սկսեցին կազմակերպված եւ պարբերական հարձակումներ գործել հայկական բնակավայրերի վրա։ Լարվածությունը գագաթնակետին հասավ 1917 թվականի մայիսին, երբ զինված խմբերը ներխուժեցին Կապանի Զևագյուղ, ներկայիս Դավիթբեկը։ Հարձակումն անակնկալ էր։ Բնակիչների մի մասը խուճապահար փախչում էր, մյուսները ապաստան էին փնտրում եկեղեցում։ Սակայն գյուղացիները այնուամենայնիվ կարողացան արագ համախմբվել եւ զբաղեցնել դիրքերը ու բռնվել մարտի։ Վճռորոշ շրջադարձը եղավ այն պահին, երբ շրջափակված գյուղացիներին օգնության հասավ Կապանի հանքերի կամավորական ջոկատը։ Գերասիմ Աթաջանյանի մարտիկները փակեցին նահանջի ճանապարհը, գյուղից դուրս շպրտելով թշնամիներին եւ ստիպելով նրանց փախուստի դիմել, մարտի դաշտում թողնելով թալանվածն ու սպանվածների մարմինները։ Այս արյունալի միջադեպը դարձավ Կապանի հայության ինքնակազմակերպման շրջադարձային պահը։ Այդ ժամանակ հայ տղամարդիկ զանգվածաբար զորակոչվում էին առաջին համաշխարհային պատերազմի ռազմաճակատ, մինչդեռ Կովկասի թուրքական բնակչությունը ազատված էր ծառայությունից եւ վճարում էր միայն հարկեր։ Զենք կրելու ունակ տղամարդիկ կռվում էին տնից հեռու, իսկ թիկունքում մնացած ծերերը, կանայք ու երեխաները անպաշտպան էին, որոնք հարձակման էին ենթարկվում տեղում մնացած թաթարների զինված խմբավորումների կողմից։ 1918 թվականի սկզբին Կովկասյան ճակատի կազմաքանդումը տարածաշրջանը կանգնեցրեց լիակատար մեկուսացման վտանգի առջև։ Սակայն սյունեցի եւ արցախցի զինվորների վերադարձը դարձավ փրկության վճռորոշ գործոնը։ 1918 թվականի սկզբին Սյունիքի հայությունը հաջողությամբ ավարտին հասցրեց ուղղահայաց իշխանության ձևավորումը։ Գորիսում ստեղծվեց Զանգեզուրի գավառային ազգային խորհուրդը, որը համախմբեց ցրված ռազմական ուժերը։ «1918 թվականի կեսերին թուրքական զորքերը եւ Նուրի Փաշայի Կովկասի իսլամական բանակը գանձակը վերածել էին կարևոր հենակետի հարավային Կովկասը գրավելու համար, եւ այդ ճանապարհին նրանց միակ խոչընդոտն էր Բաքվի կոմունան, որը գլխավորում էր Ստեփան Շահումյանը։ Այս բախտորոշ պահին գաղափարական տարաձայնությունները մղվեցին երկրորդ պլան։ Տեղի ունեցավ քաղաքական մերձեցում։ Չնայած ծրագրային տարբեր նպատակներին, բոլշևիկները Շահումյանի գլխավորությամբ եւ դաշնակցականները հանդես եկան միասնական ճակատով։ Շահումյանը քաջ գիտակցում էր, որ առանց հայկական ազգային ջոկատների անհնար կլիներ պահել քաղաքը եւ կանխել հայերի կոտորածը։
Այս գիտակցումը մեկտեղեց բոլորին՝ դաշնակցականներին, հնչակյաններին, սոցիալիստ հեղափոխականներին ու անկուսակցականներին։ Բոլորը միավորվեցին մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ փրկել Բաքվի կոմունան Օսմանյան ներխուժումից։ Կոմունայի պաշտպանության վերաբերյալ տվյալները փաստում են, որ դիմադրությունը կրում էր գերազանցապես ազգային բնույթ։ Կոմունայի շուրջ 19,000 մարտիկների բացարձակ մեծամասնությունը, մոտ 90%-ը, 17,000 մարդ հայեր էին։ Այս զորաշարժի շնորհիվ Բաքվի կոմունան կարողացավ մի քանի ամիս շարունակ կասեցնել թշնամու հիմնական ուժերի առաջխաղացումը։ Այս դիմադրությունը վճռորոշ նշանակություն ունեցավ ողջ տարածաշրջանի համար։ Սա ժամանակ տվեց հայկական լեռնաշխարհի շրջաններին ժամանակ շահել եւ կազմակերպել սեփական ինքնապաշտպանությունը։ Ի դեպ Ստեփան Շահումյանի մասին առանձին թողարկումը կարող եք դիտել մեր ալիքում։ Հունիսին թուրքական կանոնավոր զորքերն ու տեղի քոչվորները լայնածավալ հարձակում սկսեցին Սիսիանի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ Զանգեզուրի թաթար բնակչությունը, ոգևորված Բաքվի մատույցներում օսմանյան բանակի հաջողություններով, անցավ ակտիվ գործողությունների հայերի թիկունքում։ Ազգային խորհուրդը տեղեկացրեց Զանգեզուրի բնակչությանը, որ Ելիզավետպոլի նահանգի հայության մեծ մասը՝ Գյուլիստանը, Ջրաբերդը, Խաչենը, Վարանդան եւ Դիզակը, Արցախի պատմական 5 մելիքությունները, որոշել են զենքը ձեռքին պայքարել եւ պաշտպանել իրենց պատիվն ու անվտանգությունը։ Սյունեցիները եւս մեկ անգամ հաստատեցին իրենց միասնական որոշումը։ Նրանք չունեն այլ ճանապարհ, քան հետևել Արցախի քույրերի եւ եղբայրների կարևոր օրինակին։ Եվ ահա այս բախտորոշ ժամանակաշրջանում Սյունիք է ժամանում Անդրանիկ Օզանյանը։ Անդրանիկը հրաժարվեց ճանաչել Բաթումի նվաստացուցիչ պայմանագիրը, այն համարելով դավաճանություն հայ ժողովրդի նկատմամբ։ Համաձայն այդ պայմանագրի երկիրը վերածվում էր թուրքական պրոտեկտորատի։ Նա չենթարկվեց իր զորքը ցրելու թուրքական եւ դաշնակցական վերջնագրերին։ Նա որոշեց մարտերով ճեղքել հասնել Միջագետք անգլիացիներին միանալու եւ արևմտյան Հայաստան ներթափանցելու համար։ Նրա ուղին անցնում էր Նախիջևանով եւ Պարսկաստանով։ Դրան հետևում էին շուրջ 3500 մարտիկներ, որոնց մեծամասնությունը արևմտահայեր էր։ Միևնույն ժամանակ նրան հետևում էին նաև 35,000 գաղթականներ։ Գիտակցելով, որ 35,000 գաղթականների հետ միասին առաջ շարժվելն անհնար է, Անդրանիկը որոշում է նահանջել Գողթն։ Նա չէր կարող լքել մարդկանց ու նրանց թողնել Բախտիքը մահաճույքին, բայց եւ ի վիճակի չէր նաև մարտական գործողություններ ու ճեղքումներ իրականացնել նման մեծ քանակությամբ բնակչության հետ միասին։ Անդրանիկ Օզանյանի կյանքի եւ գործունեության մասին առանձին թողարկումը առաջարկում ենք դիտել մեր YouTube-յան ալիքում։ Գողթը ժամանում Զանգեզուրի ազգային խորհրդի ներկայացուցիչ Արշակ Շիրինյանը, ով խնդրում է Անդրանիկին միանալ Զանգեզուրի պայքարին։ Անդրանիկը համաձայնում է։ Անդրանիկի եւ նրա մարտիկների մուտքը Զանգեզուր մեծ իրարանցում առաջացրեց տեղի թաթարական գյուղերում։ Որոշ թաթար առաջնորդներ, խոնարհվելով ուժի առջև ու վախենալով հայերի հնարավոր հարվածներից, զորքին դիմավորեցին աղոհացով։ Սակայն այդ հզոր ուժի հակառակ կողմում թաքնված էին ծայրահեղ դժվարություններ։ Ականատեսները գաղթականներին նկարագրում էին որպես սովից ու փոշուց սևացած ուրվականների պատրված կոշիկներով, որոնք լեռնանցքները հաղթահարելուց հետո հազիվ էին ուժ գտնում քայլելու համար։ Օգոստոսի 4-ին, երբ մեծաթիվ եւ տանջված այդ ժողովուրդը վերջապես հասավ Գորիս, քաղաքը Անդրանիկին դիմավորեց որպես փրկչի եւ միակ հույսի։ Կենտրոնական իշխանությունները ոչ միայն նրան հանձնեցին երկրամասի պաշտպանության պատասխանատվությունը, այլև հատկացրին 100,000 ռուբլի։ Կարևոր է նաև նշել, որ այդ պահին Գորիսում էր գտնվում Արցախյան գունդը Միքայել բեկ Մելիք Շահնազարյանի հրամանատարությամբ։ Կովկասյան ճակատի փորձառու մարտիկներից կազմված այս կանոնավոր ստորաբաժանումը ժամանել էր Թիֆլիսից մարտերի միջոցով ճեղքելով թշնամական տարածքներն ու Սելիմի լեռնանցքը։
Զինամթերքի զգալի պաշար ունեցող եւ լավ պատրաստություն անցած արցախցիների ժամանումը դարձավ պաշտպանության ամուր հիմքը։ Դա թույլ տվեց Գորիսին հաղթահարել մեկուսացման շրջանը եւ դառնալ հուսալի հենարան Զորավար Անդրանիկի հետագա առաքելության համար։ Հատված Մելիք Շահնազարյանի Անդրանիկին ուղված ուղերձից։ Որոշել եմ մինչև վերջին շունչս դիմադրել դարավոր թշնամուն։ Որոշել եմ թույլ չտալ նրան ոտնատականել այս փոքրիկ հայրենիքը, որը զերծ է մնացել ասպատակություններից։ Առջևում Սյունիքին սպասում էին բազմաթիվ ծանր փորձություններ։ Հարձակումներ Նախիջևանի կողմից Սիսիանի եւ Մեղրիի ուղությամբ, հարձակում Կապանի շրջանի վրա Կովսականի կողմից եւ մուսավաթական գործակալների հրահրած տեղի թաթարների ապստամբությունը Սիսիանում։ Զանգեզուրի ազգային խորհրդի անդամ Արշակ Շիրինյանը մեկնում է Երևան նպատակ ունենալով փոխել կառավարության անտարբեր վերաբերմունքը Արցախի եւ Զանգեզուրի նկատմամբ։ Սեպտեմբերի 20-ին Արշակ Շիրինյանը գրում է Անդրանիկին. «Սիրելի Փաշա, այստեղ ստեղծված է ստրկական մի մթնոլորտ, որն ամեն կերպ աշխատում է սիրաշահել տաճիկներին, ինչ գնով էլ լինի։ Այդպիսի քաղաքականության շարունակության դեպքում մենք ստիպված ենք խաչ դնել հայկական հանրապետության վրա եւ խզել մեր հարաբերությունները, որը կորուստաբեր կարող է լինել մեզ երկուսիս համար։ Ստեղծված էր մի իրավիճակ, երբ Երևանը ապրում էր իր սեփական հոգսերով, իսկ Արցախն ու Զանգեզուրը թողնված էր բախտի քմահաճույքին։ Բաքվի կոմունան ընկավ։ Անկման հետևանքները արտահայտվեցին ողջ տարածաշրջանում։ Առաջին եւ ամենաարյունալի հետևանքները քաղաքի հայ բնակչության սարսափելի կոտորածն էր։ Տարբեր տվյալներով սպանվեց շուրջ 30,000 հայ։ Այս ծանր ժամանակաշրջանում կապը Զանգեզուրի եւ Արցախի միջև գործնականում կտրված էր։ Շուտով հերթը հասավ նաեւ Լեռնային Արցախին։ Ակնայից դեպի Շուշի շարժվեց թուրքական բանակը։ Անառիկ Շուշիի քաղաքային բնակչությունը, գիտակցելով պաշարված վիճակը, արտաքին աշխարհից մեկուսացումն ու Բաքվի կոմունայի անկման լուրերը, որոշեց դիմադրություն ցույց չտալ, քաղաքի դռները բացելով թուրքական բանակի առջև։ Հատկանշականն այն է, որ ի հեճուկս Շուշիի հայերի այս քայլի Արցախի գավառները հրաժարվեցին ենթարկվել եւ շարունակեցին դիմադրությունը եւ պայքարը։ Անդրանիկին Արցախ մտնելու կոչով դիմեց արցախցի տաղանդավոր հրամանատար Արտեմ Լալայանը։ Գորիսում տեղի ունեցած հավաքի արդյունքում կայացվեց որոշում։ Զանգեզուրցիները պետք է շարժվեն դեպի Արցախ։ Անդրանիկը համաձայնեց։ Մշակվեց ռազմական ծրագիր, որի նպատակն էր ճեղքելով հասնել Արցախ եւ միավորվել տեղի ուժերի հետ Շուշին ազատագրելու համար։ Սակայն տեղի ունեցավ մի իրադարձություն, որը պիտի փոխեր տարածաշրջանի ճակատագիրը։ Գերմանիան եւ Թուրքիան կապիտուլյացիայի ենթարկվեցին։ Ստորագրվեց Մոդրուսի զինադադարը։ Թուրքերը պետք է լքեին հարավային Կովկասը, իսկ նրանց փոխարինման պետք է գային անգլիացիները։ Հայերի խանդավառությանն ու ցնծությանը Երևանից մինչև Շուշի չափ ու սահման չկար։ Անգլիացիների գալուստին սպասում էին մեծ լավատեսությամբ։ Սակայն չնայած նրան, որ հայկական ստորաբաժանումներն անգնահատելի աջակցություն էին ցուցաբերել անգլիացիներին պարսկական ճակատում, Լոնդոնի շահերը տեղափոխվեցին Բաքու, որտեղ նավթի նկատմամբ վերահսկողության սահմանումը առաջնահերթություն էր։ Հայերն արդեն կատարել էին իրենց դերը եւ այլևս պետք չէին։ Այս նոր կայսրական սխեմայում պատերազմից արնակամ եղած 100 հազարավոր գաղթականները ընկալվում էին որպես որևէ հետաքրքրություն չներկայացնող ծանր բեռ, քանի դեռ հայերը սպասում էին Փարիզի Բաղձալի վեհաժողովին, իսկ նույն ինքը Անդրանիկը, ով երազում էր արևմտյան Հայաստանը տեսնել ազատագրված եւ անվերապահորեն հավատում էր անգլիացիներին, իրադարձությունները սկսեցին ամբողջությամբ այլ կերպ զարգանալ։ Ադրբեջանցիները անգլիացիների եւ տարածքը դեռևս լիովին չլքած թուրքական ստորաբաժանումների օգնությամբ ամրապնդվում էին Արցախում։ Նրանք նշանակում են Անգլիայի կողմից ճանաչված տեղական նահանգապետ Սուլթանով ազգանունով։ Այդ ժամանակ Զանգեզուրում սով սկսվեց։ Իրավիճակը դարձել էր անտանելի, մարդիկ հարյուրներով մահանում էին։
Այս ամենի ֆոնին Անդրանիկի մտահոգությունները օրեցօր մեծանում էին, քանի որ հենց նա էր գաղթականների եւ տեղի բնակչության շահերի հիմնական պաշտպանը։ Նույն այդ ժամանակահատվածում 1919 թվականի հունվար-փետրվարին ադրբեջանական վերակազմավորված բանակը թուրքական մնացյալ զինվորականների եւ առջևից ընթացող անգլիացի սպաների ուղեկցությամբ հաստատվեց Արցախում։ Անգլիացիները ընթանում էին առջևից, որպեսզի հայերը բացեին ճանապարհը, չկասկածելով, որ նրանց ետևից գալիս է թշնամին։ Այսպես նրանք ամրապնդվեցին ներկայիս Ստեփանակերտի տարածքում։ Այս ամենը կատարվում էր Փարիզի վեհաժողովի օրերին։ 1919 թվականի հունվարի 15-ին անգլիացիների հովանավորությամբ ադրբեջանցիները Խոսրով Բեկ Սուլթանովին նշանակում են Արցախի եւ Զանգեզուրի գեներալ նահանգապետ։ Անգլիացիները կոչ են անում տեղի բնակչությանը անվերապահորեն ենթարկվել նոր իշխանություններին ի դեմս Սուլթանովի։ Անգլիացիների բարձր հովանավորության ներքո Սուլթանովի նշանակումը փշրեց հայերի բոլոր պատրանքները։ Երևանում կառավարությունը շատ լավ հասկացավ, որ Փարիզի վեհաժողովին պարզապես սպասելը տանում է կործանման։ Այդ նպատակով ներքին գործերի նախարար Խատիսյանը Գանձարանից հատկացնում է 400,000 ռուբլի եւ Արսեն Շահմազյանին նշանակում Զանգեզուրի եւ Արցախի գլխավոր կոմիսար։ Հենց այդ օրերին Անդրանիկը կայացնում է իր վերջնական որոշումը՝ լքել Զանգեզուրը։ Երևանը վերջապես ուղարկում է իր ներկայացուցչին, սակայն Զորավարի հարաբերությունները մայրաքաղաքի հետ արդեն խզված էին, իսկ անգլիացիների նկատմամբ հույսը վերջնականապես մարված։ Թեև այդ պահին ուղղակի բախումներ չկային, Անդրանիկը այլևս իր դերը չէր տեսնում Զանգեզուրում։ Որոշումը կայացված էր։ Առավոտյան ժամը 10 էր։ Անդրանիկը իր Ասլան նժույգով եւ շքախմբի ուղեկցությամբ դուրս եկավ դարպասներից եւ հասավ հրապարակ, կանգնելով հենց կենտրոնում։ Հրապարակում ասեղ գցելու տեղ չկար։ Ժողովուրդը Զորավարին դիմավորեց տևական ծափողջույններով։ Շատերը արտասվում էին ու միաժամանակ բացականչում. «Մի գնա մեր հերոս»։ Զորավարը հուզված էր։ Հենց նժույգի վրայից դիմելով ժողովրդին, նա արտասանեց իր հրաժեշտի խոսքը։ 35 տարի ես անցկացրել եմ մարտերում։ Բազմաթիվ պարտություններ եմ հասցրել մեր դարավոր թշնամուն։ Մասնակցել եմ Բալկանյան պատերազմին, ռուսական զորքերի հետ ուսուսի պայքարել եմ մեր դարավոր թշնամու դեմ։ Ես առնչվել եմ բազում ժողովուրդների հետ, բայց ձեզ պես քաջ ժողովուրդ չեմ տեսել եւ երբեք չեմ մոռանա։ Կեցցեն զանգեզուրցիները։ Անդրանիկը դրսևորում է բացառիկ ազնվություն։ Նա բրիտանական ներկայացուցիչ Հաուտլիին է վերադարձնում 64,680 ռուբլին, որը չէր ծախսել հացահատիկ գնելիս։ Եվ սա այն դեպքում, երբ դեպի Արարատյան դաշտ շարժվող նրա սեփական զորքը մնացել էր գրեթե առանց միջոցների։ Զորավարը հրամայեց հացահատիկը բաժանել Սիսյանի որբերին ու այրիներին։ Առանձնահատուկ պաշար նա պահեց այն չհաշվառված որբերի համար, ովքեր գյուղից գյուղ էին գնում մի կտոր հաց հայթայթելու համար։ Դարարագյազ մտնելիս Անդրանիկի առջև մի սարսափելի տեսարան բացվեց։ Հազարավոր գաղթականներ, սովից ուժասպառ, ովքեր ընկած էին ճանապարհներին։ Մարդիկ խոտ ու արմատներ էին ուտում, փորձելով հագեցնել քաղցը։ Օրական տասնյակ մարդիկ էին մահանում։ Անգլիացի գիբոնը, ով ուղեկցում էր Անդրանիկին համոզվելու համար, որ նա չի մտափոխվի ու չի վերադառնա, գրում է, որ Զորավարը ամբողջ օրը ոչինչ չէր կերել ու չէր խմել։ Նա պարփակվել էր իր մեջ տեսած արհավիկներից։ Երբ գիբոնը նրան առաջարկեց պարենի մի մասը թողնել այդտեղ որպես փոխհատուցում, Անդրանիկը չդիմացավ եւ պորտկաց։ Գնացեք եւ ասեք անգլիացիներին, որ այսօրվանից ես խզում եմ կապերս եւ չեմ ուզում որևէ գործ ունենալ դաշնակիցների հետ։ Նա ուղղակիորեն հայտարարեց, որ անգլիացիները իրեն խաբել են Զաբողի կիրճում, ստիպելով դադարեցնել մարտերը Ադրբեջանի դեմ հանուն խաղաղության վեհաժողովի։ Նա հասկացավ, որ իր վստահությունը հանգեցրել է հազարավոր մարդկանց տառապանքների, մինչդեռ թշնամին շարունակում էր հարձակումը։
Իդեմը զորավարի գլխավոր ռազմական խնդիրը չեզոքացված էր։ Խոսրով բեգ Սուլթանովը անցավ ահաբեկման և սարսափ տարածելու մարտավարությանը։ 1919 թվականի հունիսին ադրբեջանական կանոնավոր ստորաբաժանումները հարձակվեցին Շուշիի հայկական գյուղերի վրա։ Սպանվեց շուրջ 600 խաղաղ բնակիչ։ Չնայած սրան, անգլիական առաքելությունը ստիպեց հայերին նստել բանակցությունների սեղանի շուրջ Սուլթանովի հետ, սպառնալով ամբողջությամբ դադարեցնել Պարենի մատակարարումը։ Անդրանիկի հեռանալով Լեռնահայաստանի պատմությունը չավարտվեց։ Զորավարի կողմից դրվեցին այն ամուր հիմքերը, որոնք հետագայում օգնեցին դիմադրել։ Առջևում դեռ շատ կարևոր իրադարձություններ կան։ Թե հերոսական և թե ողբերգական։ Մեզ սպասում են Զանգեզուրի նոր հերոսները, ովքեր իրենց կյանքը ամբողջությամբ նվիրեցին Լեռնահայաստանի պաշտպանությանը։ Նրանց մասին մենք կխոսենք մեր հաջորդ թողարկումներում։ Ով գիտի ինչպես կդասավորվեր Հայաստանի ճակատագիրը, եթե Երևանը ժամանակին ներգրավվեր և կարողանար լեզու գտնել տեղի բնակչության հետ։ Ով գիտի, եթե հայերը չվստահեին անգլիացիներին, իսկ Անդրանիկը կանգ չառներ նրանց խնդրանքով և շարունակեր իր երթը դեպի Շուշի, ապա ինչ իրականությունում մենք կապրեինք այսօր։ Ինչպես անգլիացիների, այնպես էլ ցանկացած այլ կայսրության և գերտերության շարժառիթների հիմքում ընկած է բացառապես շահը, որտեղ բարոյական նորմերն ու կարեկցանքը որևիցե տեղ չունի և երբեք չի կարող տեղ ունենալ։ Ողջ պատմության ընթացքում աշխարհաքաղաքականության մեջ առանցքային դեր է ունեցել ուժի գործոնը։ Երբ Զանգեզուրի թաթարները Անդրանիկին և նրա զինակից ընկերներին դիմավորում էին աղոհացով, դա նրանք չէին անում սիրուց ելնելով։ Դրա հիմքում ընկած էր ուժը և վախը, որը ծնում էր նաև հարգանք։ Այս պատմությունը հերթական անգամ ապացուցում է, թե որքան վտանգավոր են հանրային կարծիքի մանիպուլյացիաները, համաձայն որի խաղաղությունը և բարեկեցությունը հնարավոր է ապահովել բացառապես հնազանդվելով, համակերպվելով և թշնամու պայմանները ընդունելով կամ խաղաղությունը մուրալով։ Մեր ժամանակների մեծագույն հանցագործություններից մեկն է հասարակությանը կեղծ աշխարհայացքի տրամադրումը և աշխարհաքաղաքական խնդիրներին պարզեցված մոտեցումներ առաջարկելը, որը հանգեցնելու է մեծագույն խնդիրների և ինչ-որ մի ժամանակ ստեղծելու է անելանելի իրավիճակ։ Շատ կարևոր է պատմությունից քաղել դասել և չտրվել այն պատրանքներին, որ մեր խնդիրները որևիցե պարագայում կարող են լուծվել դաշնակիցների օգնությամբ կամ օժանդակությամբ, իսկ անվտանգությունը կարող է երաշխավորվել նրանց կողմից։ Սրանք վտանգավոր և կործանարար մոլորություններ են։ Այսօր մենք գտնվում ենք գրեթե նույն իրավիճակում, ինչ 100 տարի առաջ։ Իսկ ինչ եք կարծում, այսօր մենք կարող ենք վստահել որևէ դաշնակցի և ապավինել նրան, և եթե այո, ապա որ դաշնակցին։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես սիրով այն կարդում եմ։ Ձեզ հետ էր Սուրեն Պետրոսյանը։ Եղեք ոգով ուժեղ, մինչ նոր հանդիպում։